9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն այսօր դադարեցրեց 27 օր շարունակված հացադուլը։ Շանթ Հարությունյանի եւ համախոհների ազատության համար պայքարի դուրս եկած Կյուրեղյանը բողոքի այս ակցիայով պահանջում էր պատշաճ բուժօգնություն եւ առանձին խուց։ Հայրը դեռ չգիտի արդյոք այս պահանջները կատարվել են թե ոչ։ Ազատության հետ զրույցում Արմենակ Կյուրեղյանն ասաց, այս ընթացքում միայն մեկ անգամ են թույլ տվել որդուն տեսնել։ Որ իրավապաշտպանները մտել են խուց, տեսել են, որ այդ խուցում 17 հոգի կա եւ գնում են հերթափոխով եւ բոլոր կալանավորների վիճակն է շատ վատ եւ շատ ծանր։ Մենակ Հայկինը չի։ Հայկը ձեռք բերեց ալերգիան, երբեք չի ունեցել։ Հազ, քրոնիկական հազ եւ ես լսում էի տարբեր լուրեր, տարբեր խցերից մարդիկ տուբերկուլոզով են հիվանդացել եւ դա մեր ամբողջ քրեակատարողական հիմնարկների հիմնական պատկերն է։ Հայկի հայրը օրեր առաջ ահազանգել էր, թե որդին ձերբակալման պահից սկսած ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների է ենթարկվում, ծայրահեղյուծված է, առողջությունը եւ կյանքը վտանգված։ Քրեակատարողական հիմնարկներ այցելող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը եւս ազատության հետ զրույցում հաստատեց, 32-ամյա Կյուրեղյանի վիճակն այնքան լուրջ է եղել, որ որոշել են հրատապ գրությամբ դիմել արդարադատության նախարարին։ Հյուծված էր։ Որպես փաստ դիպեցինք նաև բուժակի հետ, ճնշման վերաբերյալ տեղեկություն տրամադրեց, որ ճնշումը իջել է, ու նաև բուժակը մի քանի անգամ հորդորել է Հայկին դուրս գալ հացադուլից, որտեղ առողջության վրա բոլոր դեպքերում հետքբացասական հետքեր է թողնելու երկար ժամանակ հացադուլի մեջ գտնվել է։ Կյուրեղյանի հայրը ահազանգել էր, թե որդուն 17 ազատազրկվածների հետ մեկ խցում են պահում։ Դիտորդական խմբի ղեկավարը հաստատում է, պայմաններն անտանելի են։ Ու Բարաշինի համար, եթե ասեմ միջին, այլ մարդկանց համար դա իհարկե շատ վատ պայման համարվում է։ Հիմնական նախատեսված 840 հոգու համար նվազագույնը որ տեսել եմ 913 հոգի։ Դա նվազագույնն է որ տեսել, դրանից ավել է եղել 1000 մինչև 1200 հասել է։ Եվ ամեն ինչը բնական ամեն ինչի վրա անդրադառնում է։ Զբոսանքի, կարճատև տեսակցությունների վրա, բուրսպասարկման հասցնելու վրա։ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանի խոսքով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն այս պահին քննում է դատապարտյալ Կյուրեղյանի առանձին խուց տեղափոխվելու եւ պատշաճ բուժօգնություն ստանալու դիմումը։ Հիմնարկի ղեկավարությունն այս հարցին լուծում կտա, ասաց։ Արմենակ Կյուրեղյանը ազատության հետ զրույցում նշեց, որ իրենք շարունակելու են պայքարել, որպեսզի որդին ազատ արձակվի։ Հայկն 9 տարվա ազատազրկման էր դատապարտվել Կենտրոն եւ Նորք մարաշրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց 2014-ի հունիսին ոստիկանների ուղղությամբ օդամղիչ ատրճանակից կրակելուց հետո։ Եվ Հայկը եւ մյուս քաղաքապետարները պետք է անպայման այցելեն ազատության մեջ իմ կարծիքով։ Նրանք են մեր հասարակության սերուցքը։ Շանթը եւ ընկերները Վալոդ Ավետիսյանը, Տիգրան Առաքելյանը եւ մնացած բոլորը, ովքեր որ քաղաքական դրսևորումներով բողոքի արտահայտության համար են այժմ կրում պատիժ, բոլորը պետք է ազատվեն, Հայաստանը պետք է լինի ազատ, քաղաքապետարյալ չպետք է ունենա։